Ղուկասյան, խնդրում եմ դուք ասեք ձեր փորձից ելնելով, տարիների փորձից, տեսել եք, թե ինչպես են հանքերը աշխատում, կապանի շուրջ, ասեք խնդրում եմ օրինակը, կամ այդ վստահությունը կառուցվում է կամ վերակառուցվում բարդություններից հետո։ Շնորհակալություն, դուք իրականում շատ կարևոր հարց եք շոշափում, վստահության հարցը, ինչպես ասեցի, մենք բավականին մեծ փորձ ունենք, պատմական փորձ ունենք հանքարդյունաբերության ոլորտում, Կապան համայնքը, եւ մենք տեսել ենք ինչպես վստահության կորուստ, այնպես նաեւ վստահության վերականգնում եւ նաեւ այդ վստահության հենքով նաեւ հիմքի վրա նաեւ ընդհանուր փոխհարաբերությունների զարգացում։ Ես ուզում եմ ասել, որ այդ կարևոր, շատ կարևոր հարցի հետ կապված դրա առանցքում վստահության առանցքում դրված է տվյալ կազմակերպության պատասխանատու աշխատանքը, թե ինչ պատասխանատվությամբ է գործունեություն իրականացնում տվյալ հանքարդյունաբերողը։ Դա շատ էական է։ Համայնք եւ հանքարդյունաբերող հարաբերություններում վստահության անկումը, վստահության կորուստը բերում է շատ լուրջ խնդիրների, առաջացնում է շատ լուրջ խնդիրների։ Ես այ վստահության վերաբերյալ երբ խոսում էիք, ես հիշեցի այն, որ քանի որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամենախոշոր հանքարդյունաբերողն է եւ բնականաբար մեր տարածաշրջանում մեր ամենախոշոր գործընկերն է, մենք շատ ենք շփվում ուրեմն մեր գործընկերների հետ եւ ես առավելապես շատ շփվում եմ կայուն զարգացման գործով տնօրեն իմ գործընկեր պարոն Ստեփանյանի հետ եւ պարոն Ստեփանյանը կհիշի, որ մեր ծանոթությունից հետո երկրորդ թե երրորդ հանդիպումներ մենք հենց խոսացինք եւ կարեւորեցինք այդ վստահության հարցը եւ նաեւ իրար խոստացանք, որ իրար հետ համագործակցելու ենք վստահության մթնոլորտում, իրար հետ լինելու ենք անկեղծ, բաց եւ թափանցիկ։ Ինչի, որովհետեւ պատկերացնում ենք, եթե հանկարծ մեր միջև այդ վստահության կորուստ լինի, բնական կորուստը լինի, երկու կողմերից էլ լինելու են խնդիրներ։ Բարեբախտաբար մինչ առ այսօր մենք գործում ենք այդ վստահության մթնոլորտում, փոխադարձ հարգանքի հիման վրա, բաց, թամպացինք, անկեղծ եւ ազնիվ ենք գործում, դրա համար այսօր ես վստահորեն կարող եմ ասել, որ կոնկրետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ մեր հարաբերությունները զարգանում են։ Նայեք, Կապանի կոմբինատի պատմությունից եթե ելնենք, մեր Կապանի կոմբինատը ունեցել է տարբեր սեփականատերեր ու տարբեր սեփականատերեր ունել են պատասխանատվության տարբեր աստիճաններ։ Մենք ունեցել ենք նաև փորձ, որ եղել է նաև վստահության անկում։ Եվ այդ արդյունքում առաջացել են այնպիսի խնդիրներ, որ համայնքը իր կողմից ուզեցել է, որ այդ սեփականատերը լինի սեփականատերի փոփոխություն, հա, իսկ տվյալ հանքարդյունաբերողն էլ իր հերթին նաև երևի ցանկացել է շուտ հեռանալ տարածաշրջանից, որովհետև իր համար այսպես թե այնպես խնդիրներ են առաջանում։ Եվ վստահության հարցը, վստահության մթնոլորտը երկուստեք շատ կարևոր է փոխշահավետ համագործակցության համար։ Հանրության ընկալումն էլ մեծ հաշվով հանքարդյունաբերության նկատմամբ հենց ձևավորվում է տվյալ կազմակերպությունների պատասխանատու գործունեությունից։ Ճիշտ է, կան համայնքներ, որտեղ որ հանքարդյունաբերություն չկա եւ այնտեղ հանքարդյունաբերության նկատմամբ ընկալումներն այլ են, այնպիսին, որ կարծում են, որ հնարավոր է, որ դա ինչ-որ մի վատ երևույթ լինի, բայց իրականում այդպես չի, այդ հարաբերությունները պետք է լինեն կառավարելի, այդ հարաբերությունները պետք է լինեն փոխադարձ վստահության
հիման վրա, եւ եթե փոխադարձ վստահության հիման վրա են եւ գործունեություն իրականացում է պատասխանատվության մթնոլորտում, հանքարդյունաբերությունը բավականին դրական արդյունքներ է տալիս եւ բավականին դրական ազդեցություն է թողում համայնքի կյանքի վրա, հատկապես սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Մենք ունենք այդ առումով շատ լավ փորձ եւ ես անձամբ որպես համայնքի ղեկավար խորհուրդ եմ տալիս բոլոր համայնքներին ունենալ հանքարդյունաբերություն, բայց եթե այդ կազմակերպությունը ունի պատասխանատու գործելավոճ։